Դեռ լացում ես։ Կասես, բա ինչ անեմ։ Ես քո նման անտարբեր չեմ, որովհետև ես սիրում եմ Նորոյին։ Ու այս իրավիճակը ես շատ ծանր եմ տանում։ Լավ, հիմա արդյունքներդ մաքրի, որովհետև լավ բան եմ ասելու քեզ։ Ինչ։ Նորոն արդեն տանն է։ Ես գիտեի, որ դու մի բան կանես, Արշակ։ Չէ, ես ոչ մի բան չեմ արել, Մագդա։ Ուղղակի Նորոն ալիբի ունի։ Պարզվեց, որ այդ գիշեր ինքը աղջկա հետ է եղել։ Այդ աղջիկն էլ հաստատել է։ Նենց որ Նորոն արդեն տանն է։ Այսինքն աղջկա հետ է եղել։ Ինչ աղջիկ, Արշակ։ Արի համարենք, որ ես քո հարցը չեմ լսել։ Տենց ավելի լավ կլինի։ Իմ համար այդ շատ կարևոր է, Արշակ։ Իսկ ինչի է կարևոր, հմ։ Մենք բան ենք, չէ՞, պայմանավորվել, Մագդա։ Ես քեզ բան էի ասել։ Դու հիմա ինձ ինչ էլ ասես, ինձ հետաքրքիր չի, իմ հետաքրքրությունը դրանից չի փոխվելու։ Իմ համար շատ կարևոր է, որ ես իմանամ ում հետ է եղել։ Եթե անգամ ինչ-որ մեկի հետ է եղել, ու կապ չունի թե ում հետ, դա էլ քեզ պատճառ չէ, որ չհետաքրքրվես։ Չէ, Արշակ։ Ես չեմ ուզում հավատամ, որ իմ քույրը ինքնասիրություն չունի։ Արշակ, դու չես փորձում ինձ հասկանաս։ Դու անգամ չես փորձում իմ դրության մեջ մտնես։ Խնդրում եմ քեզ, ասա ում հետ է եղել։ Ընդամենը այդքան ասա ում հետ է եղել ու վերջ։ Ես արդեն ամաչում եմ այս խոսակցությունից, Մագդա։ Խնդրում եմ, Արշակ, ասա։ Ես հենց հիմա սենյակից դուրս կգամ, որ չնեղացնեմ քեզ, որ չկռվենք։ Դու հիմա քեզ նենց ես պահում, որ ես հիասթափվեմ քեզանից, Մագդա։ Որ մտածեմ, որ դու կարող ես ինքդ քո վրայով անցնել, քո անունը մոռանալով, ինչ որ մի հատ տղայի պատճառով, հա։ Ու իմ ասածների վրա թքած ունենալ։ Դու գիտես, որ այդ տենց չի։ Բայց ես լրիվ ուրիշ բան եմ տեսնում, Մագդա։ Եթե ես իմանայի, որ դու քեզ սենց կպայես, ուղղակի կասեի, որ բաց են թողել Նորոյին, բայց ես վստահ եմ եղել։ Հավատացել եմ քեզ, որ դու քո խոսքի տերը կլինես, որ հասկացել ես ու մոռացել ես Նորոյին։ Բայց ոնց տեսնում եմ, չես մոռացել։ Լավ, համարենք իմացար, թե ով է, ինչ ես անելու։ Գնալու ես կռվես հետը, հա։ Մագդա, դու չես հասկանում, որ դու այդ տղայի համար չկաս, գոյություն չունես։ Քո խանդը իր համար մեկ է, Մագդա։ Այդ մարդը իր կյանքը ապրում է նենց, ոնց որ քեզանից առաջ էր ապրում։ Դու չես հասկանում այդքանը։ Մագդա, դու իր համար չկաս, դու գոյություն չունես, արթնացի, աղջիկ ջան։ Քո խոսքերը հիմա ինձ շատ են ցավացնում։ Ես ինձ հիմա շատ վատ եմ զգում։ Դու վատ ես զգում մի տղայի պատճառով, ով որ անցյալը քեզանից ավելին գերադասեց։ Հավաքի քեզ, Մագդա։ Ես քեզ վերջին անգամ եմ զգուշացնում, վերջին անգամ։ Ես չէի պատկերացնում, որ դու սենց բան կանես։ Ես քեզ չեմ ճանաչել։ Լուրջ։ Ջոն։ Ինչ լավ տոնն ես։ Լուրջ։ Բայց ոնց որ դու օգտվում ես այն փաստից, որ ես տանը չեմ լինում ու շուշ ես տուն գալիս, հա։ Նոր դեռ Ռոբի հետ էի։ Որոշեցինք մի քիչ քայլենք։ Բայց մի քիչ հոգնած եմ։ Դեմ չեք լինի գնամ պարկեմ։ Ալին հաստատ լավ ես։ Հա։ Կուզեք բարեմ հավատակ։
Չէ, լավ է։ Հանգիստ գնալին։ Բայց ես էլ արդեն գնամ։ Ես քեզ կճանապարհեմ, Հասիկո։ Մի րոպե գնամ ու գամ։ Լավ։ Ինչ։ Բան եմ ասել։ Ես քեզ իմը ասացի, դու էլ լսեցիր, էլ ոչ մի բան չունեմ ասելու։ Ուղղակի լավ իմացի, ինչքան քայլ անես դեպի Նորոն, այդքան ես եմ դեպի քեզ քայլ անելու, հասկացար։ Ու իմացի, որ Նորոն կյանքում իր արածներից չի փախնում, եթե արած լիներ, հաստատ կասեր։ Հանկարծ արա խաղեր չտաս, բաներ չսարքես Նորոյի գլխին, թե չէ մեր հաջորդ հանդիպումը շատ վատ է վերջանալու, հասկացար։ Այլիս։ Այդո խնդրում եմ զանգի։ Փողը մոտս է։ Ու ես վերջին անգամն է, երդվում եմ։ Մյուս անգամ պատասխանը ուրիշ ձև կլինի։ Տեղը տասա բերեմ։ Տաքսի չկանչեցինք։ Կլինի մի քիչ քայլենք։ Խնդրում եմ, եթե իհարկե քեզ դժվար չի։ Ուղղակի բաժնում մի քիչ լարվել էի, ուզում եմ ցրվեմ։ Գնացինք։ Ոնց հասկանում եմ, հաշտվել են Հասմիկն ու Նորոն։ Դե, եթե նկատի ունես, որ նորից միասին կլինեն, չեմ կարծում։ Բայց սա ամեն դեպքում հանգիստ շփվում են։ Հա, հանգիստ շփվում են։ Հանգիստ շփվում են, որովհետև Հասմիկը Նորոյին շատ է սիրում ու ամեն ինչ անում է դրա համար։ Դատ իսկ Նորոն չի սիրում Հասմիկին։ Ինչ իմանաս։ Կարող է մի օր հաշտվեն։ Էդ, ինչ որ նորություն ունես։ Նորոյին բաց են թողել, Մագդա, դեռ մենակ էդ։ Շատ լավ է, բա ոնց ստացվեց, որ բաց թողեցին։ Դե հիմա ստացվեց, լավ չի, ուրախ չես։ Ուրախ եմ, ուղղակի հետաքրքիր է ոնց ստացվեց։ Ինչ որ բան գիտես, Մագդա։ Հա, իհարկե գիտեմ։ Արշակը ասել է, որ ալիբի է ունեցել։ Երևի Հասմիկի հետ է հա եղել։ Հասմիկն էլ ալիբին ապահովել է։ Մագդա կլինի հետո խոսանք։ Չէ, դո չի լինի։ Մենք էլ ոչ մի բան չենք խոսալու։ Ուղղակի ուզում էի համոզվեի։ Դե երևի իրան սազական չի, որ սիրած աղջիկը այդ ժամին դուրս գա։ Էդ էլ հերիք չի իրան այդ վիճակում տեսնի։ Միակ հարմար տարբերակը ես էի։ Լավ էլի, Մագդա։ Հերիք է դո։ Ոչ մի բան չհամոզես։ Ես մոռանալու եմ Նորոյին։ Ավելի լավ է մոռանամ, քան թողնեմ, որ ինձ օգտագործեն։ Ուղղակի երբ որ հարմար լինի, փոխանցի իրան ասածներս։
Հիմա այնքան ուրախ եմ, որ լավ ես ու իմ հետ ես։ Ապրես։ Նոր գիտես, կյանքում դեպքեր են լինում, որ ապացուցում են քեզ, թե մարդը ինչ կարևոր է քո կյանքում։ Որ քեզ էլ ուրիշ ոչ մի բան ու ոչ մեկը պետք չի։ Կարևոր է այդ մարդը քո կողքին լինի։ Երբ որ սովորական կյանքով ենք ապրում, չենք էլ հասկանում, որ այդ մարդը կարևոր է։ Չենք գնահատում։ Բայց մի հատ շատ վատ իրավիճակ է լինում, որ սկսում ենք գնահատել։ Ու հասկանում ենք, որ էլ ուրիշ ոչ մեկը պետք չի։ Մենակ այդ մարդը լինի ու դու զգաս այդ մարդու ներկայությունը քո կյանքում։ Երևի ճիշտ ես։ Երևի չէ, հաստատ։ Ինչի քո կյանքում չկա տենց կարևոր մարդ, ում համար դու պատրաստ ես պայքարել։ Կա իհարկե։ Դե ուրեմն դու ինձ պետք է հասկանաս Նոր։ Հանգստացի։ Ինձ հիմա ոչ մի բան չի հանգստացնի, որովհետև ես ինձ խաբված եմ զգում։ Մագդա, լացելով ոչ մի բանի չես հասնելու։ Հավաքի քեզ մի հատ։ Հասկանում ես, որ ինքը երեք գիշերը Հասմիկի հետ ա եղել։ Հասմիկի հետ։ Եվ Ես գիտեի, որ իրանք միասին չեն, որ բաժանվել են, բայց արի ուտես, որ չէ։ Ես պետք է հավատայի Հասմիկի խոսքերին։ Հասմիկը միակ մարդն էր, որ ինձ ճշմարտությունը ասեց։ Ասեց, որ Նորոն իմացել է իմ ով լինելը, որ ինքը տեղյակ ա եղել մեր շփման մասին։ Դու հասկանում ես, որ իրանք միասին են։ Մագդա, դու խնդիրը սխալ տեղ ես փնտրում։ Ես ապուշի նման նորից իմ ենթադրություններին հավատացի։ Ես նորից հավատացի Նորոյի ջերմ վերաբերմունքին ու սկսեցի երազել։ Մագդա, նորից եմ ասում։ Խնդիրը սխալ տեղ ես փնտրում։ Հիմա մենք ունենք մի հատ փաստ, դու լավ չես։ Իսկ երբ որ մի մարդ մեկի կողքը լավ չի զգում իրան, առիթ ա ունենում լացելու, նեղվելու, տանջվելու, ուրեմն այդ մարդը չպիտի լինի մյուսի կողքին։ Հասուն աղջիկ ես։ Քեզ չի սազում, հավաքի քեզ, Մագդա։ Ես այսքան բանը քեզ չէի ասի, բալես։ Բայց դու ինձ հետ կիսվել ես, ինձ պատմել ես։ Ու ես ինձ իրավունք եմ վերապահում քո հետ այսքանը խոսելու։ Երիտասարդ աղջիկ ես։ Ինչ որ մեկնարժանի ա, որ դու այսքան թուլանաս։ Եթե դու ջղայնանայիր, ես դա ինչ որ կերպ կհասկանայի։ Բայց լացդ ոչ մի կերպ չեմ հասկանում։ Մի տեսակ շատ փիլիսոփայեցի, թե ինձ թված։ Դե որ ճիշտ ասեմ, մի քիչ շատ էր խորացել։ Հա, բայց հետաքրքիր թեմա էր։ Հետաքրիր էր, բայց համաձայն չեմ մենակ այն մտքի հետ, որ ասում ես մարդը իր կարևորությունը դիմացինի կյանքում չի կարող կորցնել։ Չէ, ես չեմ ասում, որ չի կարող։ Կարող ա։ Ուղղակի այդ հեշտ process չի։ Հատկապես այն դեպքում, երբ այդ մարդը քո հանդեպ սեր ունի։ Ով չգիտեմ, կյանքը շատ բարդ բան ա, բայց շատ սիրուն ա։ Ոնց են գործերդ։ Լավ են։ Կիսամյակայինները արդեն համարյա թե սկսված են։ Բարդ ա, չէ՞։ Դե փոքրերի հետ շատ։ Չնայած մեծերի հետ ավելի բարդ ա, փոքրերը գոնե սովորում են։ Դու գիտես, ես երեխեքին շատ եմ սիրում։ Բարձ է։ Ինձ թվում ա լավ քայլեցինք արդեն։ Տաքսի կանչեմ գնանք։ Ինձ որ մնար, սենց քայլելով էլ ինձ տուն կհասցնեիր։ Կներես մի քիչ հոգնած եմ։ Դու կգաս հետս։ Չէ, նոր եմ դուրս եկել, գնամ տուն ինձ կարգի բերեմ, էլի, հա։ Լավ։ Կարևորը հիմա հետս ես։ Ու լավ ես։
Ալո, Ձեր տան մոտ եմ, կիջնես մի քիչ խոսենք։ գալիս եմ։ Տատ! Տատի! Ես Էդոյի հետ դուրս եմ գալիս։ Մարդ չի հասկանում ով ում հետ ա շփվում, ինչ ա անում։ Տաքսիդ ոնց որ եկավ։ Ապրես շատ։ Դե կհանդիպենք։ Ոնց ես։ Փորձում եմ ուշքի գալ։ Դու։ Ես էլ։ Էդ։ Ես էլ դու էլ գիտենք, որ Հասմիկը խաբել է։ Ու նորոն գիշերը իր հետ չի եղել։ Հասմիկը նորոյին այնքան շատ է սիրում, որ առանց մտածելու գնացել է ոստիկանություն ու սուտ ցուցմունք է տվել, հասկանում ես։ Ու եթե հանկարծ պարզվի, Հասմիկն էլ է խնդիրներ ունենալու։ Գիտեմ էլիս։ Ուղղակի լավ չի, որ Հասմիկը այդքանը չի գիտակցել։ Չէ, գիտակցել է։ Ուղղակի այնքան շատ է սիրում նորոյին, որ առանց մտածելու գնացել է ու իրեն է վտանգել։ Ուղղակի ես չգիտեմ Հասմիկի այս ինքնամոռաց պայքարը ինչքան է տևելու։ Կամ ընդհանրապես նորոյի վրա ազդելու է, թե չէ։ Չէ, էլիս, չի ազդելու, իհարկե չի ազդելու։ Ինձ թվում է դու էլ ես շատ լավ գիտակցում, որ չի ազդելու, ուղղակի ոչ խոստովանում ես, ոչ էլ ընդունում։ Նորոն Մագդային է սիրում էլիս։ Հետո ինչ որ սիրում է։ Ախր Նորոն ու Մագդան այդ չեն կարող միասին լինեն, հասկանում ես։ Նորոն կյանքում չի ընդունի Արշակի քրոջը որպես իրեն կին։ Դու էլ այդ գիտես։ Ինչ գիտես էլիս։ Չի կարող անցյալը մարդու կյանքում նույն ազդեցությունը միշտ ունենա։ Օրը կգա կփոխվի մի բան։ Շատ հակասական բան ես ասում։ Ես այդ անցյալով 10 տարի ապրել եմ։ Այդ անցյալի ազդեցության տակ ես 10 տարի եմ ապրել էդո։ Էլիս իսկ եթե այդ անցյալը այնքան ուժեղ չի, որ ստիպի նորոյին չսիրել Մագդային։ Հա, նորոն Արշակին ատում է, չի ընդունում, բայց չի կարող Մագդային էլ նույն վերաբերմունքը ցույց տա։ Ու ընդհանրապես այս թեմայով պետք չի նորոյին կողքից նեղել։ Հուսամ գոնե իր մոտ sense բաներ չես ասում, առանց այդ էլ նորոն հիմա շատ վատ վիճակի մեջ է։ Ես թույլ եմ տվել, որ ինձ օգտագործեն, հասկանում ես։ Գիտես, այնքան դժվար է տեսնել, որ սիրածդ մարդը քո մասին պահի տակ է հիշում, ու այն էլ իրավիճակից դրդված։ Բայց դու ուժ չունես, որ պայքարես դրա համար, որովհետև քեզ թվում է, որ ինքը դեպի քեզ քայլ է անում, ուզում է քեզ տեսնի, ու չգիտեմ, ուզում է երևի մի բան էլ փոխի։ Մագդա, սկզբի համար ասեմ, որ արդեն սխալ է եղել, որ դու վազելով գնացել ես մոտը։ Ինչի ես հիմա ավելի վատ վիճակի մեջ ինձ դնում։ Ես քեզ վատ վիճակի մեջ չեմ դնում, ընդհակառակ։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս։ Մագդա, այդ մարդը քեզ ոչ մի բացատրություն չի տվել, ոչինչ չի ասել։ Մենք չգիտենք իրականում ինչ է կատարվել, շատ հնարավոր է, որ իրանք պատահական են հանդիպել։ Տես այնքան ասածներիս կողքին ես էլ եմ ասում։ Կասես այդ ժամին ոնց պետքա պատահական հանդիպեին։ Ես չեմ կարող ասել, ես չգիտեմ, ոչ մեկն էլ չի կարող դա իմանալ։ Ես այնքան վատ եմ, այնքան հիասթափված եմ։ Ներսս այնքան կոտրված է, ես չգիտեմ ոնց պայքարեմ սրտիս դեմ։ Ոնց անեմ, որ մոռանամ նորոյին, որ ջնջեմ իրան իմ կյանքից։ Դե մի բան ասա Լանա, ասա մի բան։ Ես քեզ ոչինչ չեմ կարող ասել։
Ես չեմ կարող քեզ ինչ-որ խորհուրդ տալ։ Ես ուղղակի չեմ կարող քեզ ասել մոռացի ու հետո պարզվի, որ ես սխալ էի։ Ես նման բան չեմ կարող անել։ Բայց ասածս կարող եմ նորից կրկնել։ Այն ամենի համար, ինչի համար, որ դու հիմա լացում ես, այդ սխալը։ Անգամ եթե քո ենթադրությունները ճիշտ են կապված այդ աղջկա հետ, այդ դեպքում լացելդ էլի սխալը։ Ճիշտ ես ասում։ Ես էլ չեմ լսի Նորոյի բացատրությունները։ Մագդա, դու հիմա տաքացած ես, ջղայնացած։ Մի քիչ ժամանակ կանցնի ու ամեն ինչ կփոխվի։ Արի քնի հանգստացի, լավ։ Բարքի։ Կմոռանա։ Հասմիկը կօգնի ու կմոռանա։ Իսկ ես տենց չեմ կարծում էլիս։ Ես տեսնում եմ այդ մարդիկ իրար ինչքան են սիրում։ Տեսնում եմ ոնց են իրարից հեռու տենց տանջվում։ Այ որ դու էլ մի պահ այդ ատելությունդ մի կողմ դներ, դու էլ կտեսներ էլիս։ Հա, հիմա ես հասկանում եմ, որ իրանց խանգարող հանգամանքները շատ են, բայց այդ սերը մեկակա, ես այդ տեսնում եմ։ Ու ես շատ ուրախ կլինեմ, որ մի օր այս պատմությունը վերջապես ավարտվի ու այդ մարդիկ ուղղակի իրար հետ հանգիստ ապրեն։ Այդ իսկ ես հավատում եմ, գիտես։ Ես հավատում եմ, որ Հասմիկը իր կորցրածը հետ է բերելու։ Էլիս վերջացրու։ Գոնե հասկանում ես, որ հիմա իմ մոտ իմ թշնամուն ես դու պաշտպանում։ Էլիս ես ոչ մեկին չեմ պաշտպանում։ Եթե ես իմանայի, որ Մագդան իրոք ձեզ ինչ-որ վատություն է արել, ես ինքս ամեն ինչ կանեի, որ նորոն հեռու մնա իրանից։ Ամեն ինչ կանեի։ Բայց մեծ հաշվով այդ աղջիկը այդ ժամանակ քո տարիքի երեխա է եղել, էլիս, ինքը ինչ կապ ունի։ Լավ, ես գնամ արդեն։ Նեղացարա։ Ինչի համար ես նեղանում, էլիս։ Որ ճիշտն եմ ասում դրա համար, որ ուզում եմ նորոն երջանիկ լինի դրա համար ես նեղանում։ Շատ սխալ ես քեզ պահում, էլիս։ Բայց ով ասեց, որ ես նեղացա։ Ես տեսնում եմ, Այդ չէ։ Ուղղակի Ալինայի դեղի ժամն է, պիտի բարձրանամ։ Ես ուղղակի ես զարմանում եմ ոնց կարա քո տարիքի աղջիկը սիրո փոխարեն այդ անցյալը հիշելու կողմնակից լինի։ Ոնց։ Ես գնամ արդեն։ Լավ, ես հասկացա քեզ։ Լավ, դու այդ թղթերը պատրաստի։ Հա։ Կներես հետո կզանգեմ։ Արշակ, եկել եմ ասեմ, որ երեխեն այսօր մի ժամ ուշադասի գնալու դասղեկներ գրել։ Լավ։ Լանա, մի րոպե։ Ինչ-որ բան է պետք։ Ես ուզում եմ քո հետ Մագդայի մասին խոսել։ Լանա, ես տեսնում եմ, որ Մագդան քո հետ շատ է խոսում, կիսվում է հետդ, ու դու գիտես, թե իր կյանքում ինչ է կատարվում։ Ճիշտ ես, Մագդան ինձ հետ շատ է կիսվում։ Այդ շատ լավ է, ես ուրախ եմ, որ դուք վստահում եք իրար, բայց ես Մագդայի եղբայրն եմ ու պետքա տեղյակ լինեմ, թե ինչ է կատարվում քրոջս հետ։ Մագդան ես վերջերս իմ հետ քիչ է խոսում, երևի մտածում է, որ ես իրան էլ չեմ հասկանում, բայց դա տենց չի Լանա, ես ինչ անում եմ ու ասում եմ իրա համար է։ Գիտեմ, Արշակ։ Ես չեմ ուզում, որ ինքը սխալվի, չեմ ուզում, որ նենց բան անի, որ հետո ամբողջ կյանքում զղջա, դրա համար պետք է իմանամ, թե ինչ է մտածում, ինչ ազգում, ինչ կա մտքին։ Արշակ, Մագդան երիտասարդ սիրահարված աղջիկ է։ Այս պահին իր միակ պրոբլեմն իր սերն է։ Ու մենք ընդամենը պետք է հասկանանք, որ այս բարդ շրջան է իր կյանքում։ Ես հենց դրանից եմ վախենում։
որ բարդ է, որ սխալվելու հավանականությունը շատ մեծ է։ Իսկ դու ո՞նց ես մտածում։ Ես Մագդային մենակ լսում եմ ու քաջալերում։ Չէ, Արշակ։ Արշակ, ես քեզ շատ լավ եմ հասկանում ու համաձայն եմ քեզ հետ։ Ես հասկանում եմ, որ չի կարելի թույլ տալ, որ Մագդան շարունակի այդ տղայի մասին մտածել։ Ուղղակի հիմա իր հետ ավելի զգուշ պետք է շփվենք։ Եթե սիրո մեջ պայքարողը մի հոգի է, այդ սերը ուշ թե շուտ անպայման պարտվում է։ Իսկ ես չեմ ուզում, որ Մագդան տառապի ու հաստատ թույլ չեմ տա։ Շնորհակալ եմ, Լանա։ Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ։ Մագդայի կյանքում հիմա իսկապես շատ բարդ շրջան է ու իր հետ պետք է ավելի նուրբ ու զգուշ շփվել։ Դու ընդհանրեն ինձ վստահի, ես ժամանակի ընթացքում հաստատ այնպես կանեմ, որ ինքը կսկսի ավելի ուժեղ դառնալ։ Չեմ ուզում մտածես, որ կարծում եմ դու դա չես կարող անել, չէ։ Ուղղակի ես կին եմ ու ես հաստատ ավելի լավ եմ հասկանում ինչ է կատարում։ Դու ընդհանրեն ինձ վստահի, Արշակ։ Շնորհակալ եմ։ Միշտ պատրաստ եմ։ Լանա, մեկ էլ մի բան։ Այսօրվա համար եմ ուզում խոսեմ։ Քո հետ կապված։ Լավ, ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել։ Ուղղակի իմացի, որ պիտի խնդրեմ մի անգամ էլ դուրս գամ ու էլ ոչ մի խնդիր չեմ ստեղծի։ Գումարը փոխանցելու։ Հա։ Սխալ ես անում։ Բայց ես չեմ ուզում քեզ ստիպեմ։ Էդոյի հետ էի։ Գիտեմ, էլ ես տեղյակ եմ։ Լավ ես։ Լավ է։ Հասիկոին ճանապարհեցի՞ր տուն։ Հա, Հասիկոին ճանապարհեցի տուն։ Ամեն մարդ տենց բան չեր անի։ Գիտեմ։ Շնորհակալությունս հայտնել եմ, ասել եմ։ Նոր։ Դրա համար չեմ ասում։ Ես շատ լավ հասկանում եմ դու ինչի համար ես ասում։ Բայց դու էլ լավ գիտես, որ նորոն որ մի բան որոշում է, հետո իր որոշումները շատ հազվադեպ դեպքերում է փոխում։ Ամեն դեպքում Ամեն դեպքում այս որոշելու հարց չի։ Զգացմունքի հարց է։ Ու այդ որոշելով չի լինում։ Ու լավ կլինի, որ դու չխառնվես։ Էլիս։ Ինձ թվում էր չես գա։ Քեզ շատ էի կարոտել, գիտես։ Բուն թեմային անցի։ Մեր բուն թեման ես չի։
Մեր գոն թեման հենց է սա, ինչքան էլ իրար հետ խնդիրներ ունենանք, կոնֆլիկտներ ունենանք, բայց մեկը դու իմն ես, չէ։ Սրա համար չենք հավաքվել։ Ապրես։ Դες որ ուզում ես կարողանում ես։ Ապրես։ Էս վերջինն է։ Դու սրանից հետո ինձնից էլ ոչ մի կոպեկ չես ստանալու, պարզա։ Չէ։ Պարզ չի։ Գիտես, ես հենց նենց եմ հանդուրժում քո ներկայությունը տանը, հա։ Գիտես, հենց նենց եմ ընդունում, որ դու Արշակետ Սիրայի խաղեր ես տալիս, հա։ Դու ցնդել ես։ Գիտես, չեմ տեսնում ոնց է շփվում հետը։ Հա։ Ինչի քեզ նոր եմ ճանաչում։ Դու ընդամենը ուղեղիդ հետ կապված խնդիրներ ունես։ Չէ, չեմ խանդում։ Ես գիտեմ, որ դու մենակ ինձ ես սիրում։ Հա, հալվում եմ։ Դու միշտ ես հալվել։ Ուզածդ ստացար, չէ։ Չհասկացես ինչ է հետդ կատարվում։ Կարող ես իսկապես սիրահարվել ես այդ Արշակին, հա։ Լան աղջիկի, եթե իմացել եմ սիրահարվել ես։ Շանտաժ ես անում։ Չէ, զգուշացնում եմ։ Դու ոնց որ մոռանում ես ինչի համար ենք եկել։ Ինչ մեծ ծրագրեր ունենք։ Ձերքդ քաշի։ Չես հասկանում, որ զզվելի ես։ Եթե հանկարծ իմացել եմ գլխիս խաղեր ես խաղում, 9 օրերիդ երանի ես տալու Լանա։ Սի քեզ դժվար է խոստմանդ տերը լինես։ Լավ դժվար է կյանքումդ մի անգամ տղամարդ լինես, մի քիչ, շատ չէ։ Ի տարբերություն քեզ ես իմ խոստումները պահում եմ։ Փող էիր ուզում, բերեցի, տվեցի։ Հիմա ինչ ես ուզում։ Դու ինձից այդքան հեշտ չես ազատվելու, գիտես։ Մի մոռացի ում միտքն է եղել այդ տանը լինելը։ Իմ, չէ՞։ Մոռացի այդ տոնը։ Այդ մարդկանց մոռացի։ Չեմ մոռանում։ Մինչև իմ ուզածին չհասնեմ, չեմ կարա մոռանամ, Լանա։ Ես միշտ քեզ հետևելու եմ։ Դու միշտ ինձ տեսնելու ես։ Այ հիմա կարաս գնաս։ Գնա։ Հայդե, Մագդային էլ կբարևես։ Ալո, Մագդա Մարգարյան, ես եմ։ ոստիկանությունից եմ։